Բացքներ, ոչ թե միայն այդ նույն 46 թվին մեր ամենահին, ամենալավ տարազի գիրքն է իմ համար, որովհետև մնացածը սաղ շատ իսկաժոննի է, թե մեջի կտորները, թե գունային գաման, թե բաները եւ այլ, նույնիսկ տպելուց գույն է սխալ տպում։ Ես ինչ որ դուք ցույց եք տալի, դա 46 թվի տարազի գրքի մեջ 46 թվի գիրք չի։ Կարող է 46 չի, մինչև 50-ական թվականները։ Այո, Նազիկ Ավագյանը, այո, թող լինի դա, բայց 1983 թվականին դա գիրք հրատարակել, ժամանակին համարժեք եւ հրաշալի ձևաչքները կան, այսինքն ես այնքան էլ դեր այդ տեսակետի համաձայն Կտորը ամբողջությամբ այնտեղ կա, այսինքն եթե տրվում է կներեք, կտորի ևս կա Միկա ջան այնտեղ, քանի որ այնտեղ եթե տրվում է օրինակ մանուսա կտոր եւ այլն, մենք այլ ազգագրական գրականության մեջ եւ ընդհանրապես պահպանված նմուշներ եւ արխիվային ֆոնդերում եւ այլուր կա պահպանված թե մանուսա կտոր ասվածը ինչ է։ Այսինքն այստեղ ոչ միայն գրականությունն է մեզ օգնելու, որպեսզի կարողանանք կտոր հասկանալ, ձևաց հասկանալ, այլ պետք է աշխատել Թանգարանի արխիվային բաժնի հետ եւս, որովհետեւ բոլորի մոտ եւ ինչքան ազգագրական գրականություն կա, մասնավորապես ձևվածքային լուծումները ես իհարկե հասկանում եմ ձեզ, որտեղ ես ոչ միայն ազգագրագետ եմ, այլ դիզայներ եմ, ես հասկանում եմ ձեր պահանջը նաև ինչու եք անում, որովհետև այժմեական ձևվածքները դեռ ուրիշ հասկացողություն են, բայց որ ասենք մենք ընդհանրապես ձևաց չունենք, դա սխալ է։ Այս դեպքում պետք է ուղղակի հին ձևվածքների վրա կատարելագործվի նոր ձևվածքները, որտեղ մասնավորացված ձևով պետք է տա այնքան մատչելի, որ կարողանա դիզայները առանց օրինակ տարազի մասնագետի օգտվել, սա է ձեր ասվածը։ Բայց եթե մենք մեր մասնագիտական գրականությունը դիտարկում ենք, Նազիկ Ավագյանը, որը հոյակապ գիրք է, հայկական ժողովրդական տարազը, մենք այնտեղ տեսնում ենք լիովին ձևվածքներ, կտորի նկարագրություն, ամբողջովին, այսինքն գոնե մեզ համար մասնագետներ, ովքեր կարդում են դա, կփաստեն, որ ով որ կարդում է այդ գիրքը, գիտի, որ օրինակ այս կտորի խտությունը մանուսա է, ինչ է եղել եւ որ տարբերակով։ Այստեղ զուտ ուղղակի պետք է համատեղել ֆոնդ, գրականություն եւ ժամանակակից նորաձևության, ոնց որ ասած, պահանջներ եւ ունենալ նոր գրականություն, որը հեշտ կլինի օրինակ դիզայներների համար։ Նայեք, այդ ձևվածքները, որը sense տեխնիկապես նկարած է, ես ինքս ձևվածքի մեջ շատ խորացել եմ ու շատ եմ սիրում դա։ Երբ որ դու նայում ես այդ եռանկյունիներն, դրա ճուտերի հատվածները եւ այլն, դա ուղղակի տեխնիկական նկարած է, որ այն երեխեքը, որոնք պետք է սովորեն, իրանք դաժե չեն հասկանալու դա որտեղ պետք է կպնի։ Դա ոչ թե պետք է ուղղակի sense նկարելի, պետք է գրված լինի, որ այս կետը նշած, այս կետին ամրանում, այն կետը այդ իմաստը դրա մեջ է։ Մենք պետք է դրա վրա աշխատենք։ Տեխնիկապես շատ ճիշտ բան եք ասում, բայց դա ձեր ամենինքն է, այսինքն ես դրա համար եմ ասում, մենք շրաբիրենք, միասին անենք։ Այդ խնդիրը չունի, դա ազգագրագետի խնդիր չէ, եթե համատեղ աշխատենք, ապակասը հստակ երևում է։ Այո։ Բոլորը մի քանի գիրք թերթում են, առանց թանգարանային հավաքածուների, ըստ ամենայնի ծանոթանալու, դե անում են գործեր, որոնք բավական հեռու են եւ հաճախ ոչ գրագետ ձևով են իրականացում։ Այն ինչ որ դուք եք առաջարկում, դա անհրաժեշտություն է, բայց դա ձեր անելիքն է եւ համատեղ աշխատանքի արդյունք։ Մեզ պետք է թույլ տան, որ մենք անենք։ Նորաձևությունը, որ ասում եք, նորաձևության մեջ ազգային տարազը կարող ես երկու տարբերակով օգտագործել։ Մեկը կարող ես ասոցիատիվ, այսինքն զուգորդային, ուղղակի անդրադարձ կարող ես անել, որևէ դետալի, ինչպես դուք նշում եք, եւ կարող ես ձևվածք օգտագործել, կարող ես գունային գաման, եւ ասեմ, որ օրինակ մեր թանգարանում դրանք ովքեր որ գալիս են հայոց ազգագրության թանգարանը, որը հայաստանյան իրականության ամենախոշոր ազգագրական թանգարանն է, այնտեղ հավաքածուները ներկայացվում են եւ երեխաները ծանոթանում են հայկական տարազի առանձնահատկություններին։ Եվ բարեբախտաբար Հայաստանի պատմության թանգարանը եւս հրաշալի հավաքածու ունի։ Այսինքն մենք այդ բազան ունենք, այդ շտեմարանը հստակ կա, մեկ այլ բան է, որ մենք դրանից օգտվում ենք, թե չենք օգտվում։ Եվ համագործակցային մոտեցումը շատ կարևոր է, որովհետեւ իրապես մենք տեսնում ենք, նույնիսկ մտածում ենք այս Արցախին նվիրված
տարածը, որ մենք հրատարակել ենք, ես մտածում եմ նույնիսկ լեգալներ լինի, որ բացվի, բայց այդ բոլորը որոշակի չէ ֆինանսավորում է ենթադրում, դրա համար է պես չէ, որ չեն մտածում, բայց էլ եմ ասում, որ մենք կշահենք այդ դեպքում, երբ որ համատեղ համագործակցային աշխատանք